միջազգային պրակտիկայում սեփականության դեմ ոտնձգությունները համարվում են ամենածանրերից եւ դա ոչ միայն այստեղ ներքաղաքական հարթության խնդիր է Սամվել Կարապետյան եւ իշխանության մակարդակում, այլ սա հետագայում Հայաստանի իմիջի եւ հատկապես ներդրումային միջավայրին հասցվող մեծագույն վնաս է, որովհետեւ յուրաքանչյուրը, սկսած ռուսական ընդհանուր կապիտալից, որը բավականին ազդեցիկ է Հայաստանում, վերջացրած առասարակ արտասահմանյան ներդրումային այս պոտենցիալից, յուրաքանչյուրը ինքը իր համար վերլուծում է, թե ինչ կարող է իր հետ տեղի ունենալ, եթե նա ինչ որ իրավիճակում անի որևէ արտահայտություն, որը չտեղավորվի իշխանության պատկերացումների շրջանակներում։ Այսինքն ավելի վտանգավոր բան Հայաստանի Հանրապետության համար շատ քիչ կարելի է պատկերացնել տնտեսական եւ ներդրումային այդ հարվածների տեսանկյունից։ Ինքս ընթացակարգը որևէ ձեւով չեմ կարողանում պատկերացնել, բայց այստեղ իրավական գործընթաց չէ, որպեսզի մենք քննարկենք դրա ընթացակարգը խորհրդանով է, կառավարության որոշմամբ է, թե այլ ձևով է։ Հստակ տրվել է քաղաքական հանձնարարություն եւ այդ քաղաքական հանձնարարությունները Հայաստանում այս 7 տարին արտահայտվել են հետեւյալ ձևով. կա թիրախ եւ անկախ այն հանգամանքից, թե ով ոնց կարող է, դա իրականացնելու է։ Այստեղ օրենքի եւ սահմանության խնդիր չկա, ինչպես չկար օրինակ Սամվել Կարապետյանի նկատմամբ այդ քրեական հետապնդում ասվածի հրապարակումից հետո, ապա քաղաքական շարժառիթներով նրա դրամ հարձակումների շարք սկսելու առումով, որի վերջնահետևանքը, ինչպես ասացի, նրա կալանավորումն էր։